Պարոն Քոչարյան, այս իշխանությունները 3 պատերազմ են բերել Հայաստանի գլխին, նրանց կառավարման ապաշնորհության հետևանքով մենք կորցրել ենք Արցախը, բայց մենք տեսանք, որ պատերազմից հետո այս իշխանություններին դարձյալ քվետվողներ եղան եւ նրանք շարունակեցին կեղեքել երկիրը։ Պարոն նախագահ, ինչու՞մ չի ներում ձեր ժողովուրդը, իրենք հաշտվում են Արցախի կորստի հետ, որդիների կորստի հետ, բայց ինչն է, որ ձեզ չեն ներում։ Այդ պատերազմները այդպես ինչ կապ ունեն։ Առաջի պատերազմում հենց հաղթանակի հեղինակներից մեկն էլ ես եմ։ Ստեղ ուրիշ հարց է, նայեք, եթե 21 թվականին այս իշխանությունը ձայն չտային, Արցախ կմնար եւ ժողովուրդը կմնային Արցախ։ Հիմա այսպիսի կորուստներից հետո ձայն տալ այդ իշխանությանը, նշանակում է այդ իշխանությանը պարգևադրել եւ տալ նոր հնարավորություն, նոր զիջումների, նոր պարտությունների։ Փաստորեն սա է։ Հիմա մարդիկ պետք է մտածեն, եթե նույնը շարունակեն, ուրեմն մարդ պետք է հասկանա, թե 26 թվի ձայն է տալիս ԿՊ-ին, ապա խրախուսում է, որ ԿՊ-ն 27 թվականին նախազնիչ ինքը կամ եւս որը մեկ պատմություն եւ փորձանք բերի Հայաստանի Հանրապետության գողի։ Սա են ուզում։ Ով դա է ուզում։ Պարոն Քոչարյան, ինչու են որ արդեն բանան կա։ Մենք մի րոպե։